Դու դա լսել ես մանկությունից։ Կարմիր գլխարկ, սպիտակ կետեր, հեքիաթներ և սարսափազդու պատմություններ։ Ով փորձի կմահանա։ Համարձակողների մասին պատմությունները միշտ ավարտվում էին մեկ բառով՝ Բայց ճշմարտությունը ավելի բարդ է։ Մարդիկ չէին մահանում։ Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ դրա ուժը օգտագործվել էր առանց գիտելիքի, առանց չափի, առանց ըմբռնման։ Եվ հենց այս սխալն էր, որ այն դարձվեց սարսափի խորհրդանիշ։ Իսկ ինչ կլիներ, եթե ասեի, որ հենց այն նույն նյութերը, որոնք բոլորին վախեցնում էին, միկրոդոզաներով կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Քունը դառնում է խոլը, անհանգստությունը անհետանում է, մտքի մեջ այլևս չեն պտտվում նույն մտքերը։ Մարմինը ստանում է հնարավորություն վերականգնվելու։ Ոչ ոք այս մասին չի խոսում։ Բայց հարցրեք նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ տառապել են անքնությունից, եւ նրանք ասեն, որ պատրաստ են ամեն ինչ վտանգել, միայն թե քնեն։ Եվ ես որոշում կայացրի։ Ոչ թե հանուն աղմուկի, ոչ թե հանուն դիտումների, այլ հանուն մի բանի, որը ավելի արժեքավոր է փողից ու համբավից՝ հոգու խաղաղության։ Առաջին անգամ սիրտս արագ էր բաբախում։ Մտքովս մի միտք էր անցնում. իսկ եթե հաջորդը ես լինեմ մեռածների ցուցակում, բայց սարսափի փոխարեն գալիս է լռություն, մի գիշեր առանց ցավի կամ հարկադրական մտքերի։ Ես քնում եմ եւ առաջին անգամ տարիներ անց մինչեւ աղավոտ եմ քնում։ Ոմանք դա կկոչեն խելագարություն, ոմանք փրկություն։ Բայց փաստն այն է, որ ճշմարտությունը ցնկի մասին մարդկանց բաժանում է խմբերի։ Ոմանք հավատում են մահվանը, ոմանք գտնում են կյանքը։ Դուք սա կարդում եք եւ մտածում, իսկ եթե ամեն ինչ ճիշտ է, իսկ եթե իմ ողջ հոգնածությունը, անհանգստությունն ու անկուն գիշերները միայն վախն էր սնուցում։ Ես ձեզ չեմ խնդրում հավատալ ինձ։ Ես հրաշք չեմ վաճառում։ Ես պարզապես պատմում եմ այն, ինչ ինքս տեսել ու զգացել եմ։ Հետո դու կծիծաղես, կվախենաս ու կհամարձակվես ռիսկի դիմել եւ պարզել ամբողջ ճշմարտությունը մինչեւ վերջ։